Առաջարկվել է Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։ Սերդար Բեյի գործընկեր Ռուբինյանը Հայաստանի խորհրդարանի նախագահ է ընտրվում միայն թիմակիցների 63 կողմ ձայներով։ Ռուբեն Ռուբինյան կողմ։ Ուժեղ Հայաստանի բոլոր 28 падգամավորները դեմ են քվեարկում։ Հայաստան խմբակցությունը բոյկոտում է փակ գաղտնի քվեարկությունը։ Շնորհավորում եմ, պարոն Ռուբինյան։ ԿՊԱ-ականների մի մասը հոտնկայս, մյուսները նստած բուռնծափահարում են Ռուբինյանին։ ԿՊԱ-ական Կարեն Համբարձումյանը, որը Կիրակնորյան իստին ոտքի վրա քնած էր, այսօր շատ առույգ է։ Վեր է կենում փափուկ աթոռից եւ մոտենում նորընտիրին, որ անձամբ սեղմի ձեռքը։ Ալեն Սիմոնյանի աթոռին հարմար տեղավորվում է Ռուբինյանը, նիստը 1.5 օր նախագահած Հասանովին ճանապարհելուց հետո։ Շնորհակալություն է հայտնում թիմակիցներին ու դիմում ընդդիմությանը։ Հարգելի ընդդիմադիր գործընկերներ, այն փաստը, որ դուք չեք քվեարկել իմ օգտին, ոչինչ չի նշանակում մեր հարաբերություններում, ես պատրաստվում եմ լինել ամբողջ ազգային ժողովի նախագահ։ Իսկ ով է ամբողջ ազգային ժողովի նախագահի եղբայրը Լևոն Ռուբինյանը, որի անվան շուրջ սկանդալային տեղեկություններ են տարածվում խորհրդարանում։ Ճիշտ պահին։ Պարոն Ռուբինյան, դուք պետք է այս ամբիոնից ասեք, թե ոնց է ստացվել, որ ձեր եղբայրը նման աննախադեպ հաջողություններ է գնացում գրանցում այն կազմակերպություններում, որտեղ կառավարությունը որոշակի մասնաբաժին է ձեռք բերում։ Հայաստան խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը իշխող ուժի քաղաքական հովանավորչության մասին կասկածներ է հայտնում։ Սիրելի հայրենակիցներ, Ռուբեն Ռուբինյանի եղբայրը, ում ես բնականաբար չեմ ճանաչում, հավանաբար լավ էլ մասնագետ է, նշանակվել է Ամիո բանկի վարչության նախագահի առաջին տեղակալ բիզնես զարգացման գլխավոր տնօրեն։ Առաջին հայացքից ինչ մի խնդիր կա։ Մարդը Ռուբեն Ռուբինյանի եղբայրը նշանակվել է բանկում կարևոր պաշտոնի, ամբողջ հարցը այն է, որ Ամիո բանկի 25%-ը պատկանում է կառավարությանը։ Եվ այն բանից հետո, երբ կառավարությունը 25% մասնաբաժին է ձեռք բերում Ամիո բանկում, այդ պահից հետո է, որ Ռուբեն Ռուբինյանի եղբայրը նշանակվում է տվյալ բանկում բարձրաստիճան պաշտոնյա։ Բայց սա Ռուբինյանի բանկիր եղբոր միակ տարօրինակ թվացող առաջխաղացումը չէ։ Լևոն Ռուբինյանը Viva Armenia ընկերության կառավարման խորհրդի անդամ է նշանակվել, երբ այդ ընկերությունում եւս կառավարությունը բաժնեմաս է ձեռք բերել։ Ռուբեն Ռուբինյանի եղբայրը նաև հանդիսանում է Viva Armenia կառավարման մարմնի անդամ։ Էլի առաջին հայացքից ինչ խնդիր կա, որ հիմա Viva Armenia-ում տվյալ մարդը որոշակի պաշտոն է զբաղեցնում։ Ամբողջ խնդիրը այն է, որ Viva Armenia-ում կառավարությունը ունի 20% մասնաբաժին։ Եվ այն գործարքից հետո, երբ Viva MTS-ը վաճառվում է եւ Viva Armenia է դառնում եւ կառավարությունը այնտեղ 20% է ձեռք բերում, դրանից հետո Ռուբեն Ռուբինյանի եղբայրը հարգարժան Լևոն Ռուբինյանը նշանակվում է այնտեղ պաշտոնի։ Ռուբինյանը եզրափակիչ ելույթում փորձում է հակադարձել Աննա Գրիգորյանին, շեշտելով, որ իր եղբայրը բանկային համակարգում 2007 թվականից է աշխատում։ Հիմա մեղադրանքն ինչու՞մ է, որ իմ եղբայրը աշխատել, մի բանկում աշխատել, հետո գնացել է մյուս բանկ աշխատել, մեղադրանքներն է, որ ահա այն մյուս բանկում եթե 25% մասնակցություն ունի պետությունը, ուրեմն շարի բախում կա, որտեղ բացատրեք ինձ։ Viva Armenia-ում եղբոր կասկածելի նշանակման մասին Ռուբինյանը ոչինչ չի ասում։ Փոխարենը գրոհում է падգամավոր Մեսրոպ Մանուկյանի վրա, որը նախորդին ասել էր, որ Ռուբինյանի կաշառքի համար դատապարտված աները նշանակվել է ԱԺ արարողակարգի պետ։ Հաջորդը։ Խորհրդարանի նորաթուխ նախագահը պնդում է, որ իր աները այլևս խորհրդարանում չի աշխատում։ Հա իմ եղբայրը 20% պետական, 25% պետական մասնակցությամբ առևտրային բանկում է աշխատում, Մեսրոպ Մանուկյանի կինն էլ 100% պետական մասնակցությամբ ազգային ժողովում է աշխատում։ Եվ ո՞րն է ձեր տրամաբանությունը։ Տրամաբանությունը բացատրում են ընդդիմադիրները, ըստ նրանց ակնհայտ քաղաքական հովանավորչություն է, որ պետական բաժնեմաս ունեցող, նաև քաղաքական ընդդիմախոսներից խլված ընկերություններում իշխանության յուրայինները բարձր պաշտոններ են զբաղեցնում աստղաբաշխական չափերի հասնող աշխատավարձերով։ Աննա Գրիգորյանը հիշեցնում է, ԿՊԱ-ական Ռոմանոս Պետրոսյանը որպես հեծի ժամանակավոր կառավարիչ 5 միլիոն աշխատավարձ է ստանում։ Ռոմանոս Պետրոսյանը, պարոն Կարապետյան, ձեր հաշվին 5 միլիոն աշխատավարձ է ստանում։ Ամբողջ հեծը բոլորը ԿՊԱ-ականներ են, լավ դզված են ձեր հաշվին։ Մի տեսակ ռուսեն ասեց աբիդն է, չէ, որ մարդիկ ձեր հաշվին այդքան հարստանում են։
Աննա Գրիգորյանը հիշեցնում է նաև Անիֆի սկանդալի մասին, որպես պետական միջոցների փոշիացման եւ քաղաքական հովանավորչության եւս մեկ օրինակ։ Արարատ Միրզոյանի կինը հանդիսանում է ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի ղեկավար։ Որպեսզի մոտավոր պատկերացնեք սա ինչ է, դա Անիվ հիմնադրամի քույր կազմակերպությունն է։ Հիշում ենք բոլորս Անիվ հիմնադրամով մոտ 25 միլիարդ վատնված գումարները։ Հիմա վատնեցին, Ավինյանը հանգիստ իր համար հիմա այլ մուլտի վելնեսն է խլում ու դրանից մեծ գոհունակությամբ հայտարարություններ անում, հիմա ստեղծել են այլ հիմնադրամ եւ ով պետք է ղեկավարի այդ հիմնադրամը, իհարկե որևէ պաշտոնյայի կին, այս դեպքում Արարատ Միրզոյանի կինը։ Ռուբինյանի ընտրությանը նախորդած ելույթում Գրիգորյան այս ամենը թվարկում է, որ ասի Հայաստան խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը։ Եվ ամփոփելով, հուսով եմ շատ չեք տխրի, որ ես ձեզ կողմ չքվեարկեմ, ինչպես կողմ չի քվեարկելու ամբողջ Հայաստան դաշինքը։ Ռուբեն Ռուբինյանի ԱԺ նախագահ դառնալուց առաջ նրան դեմ քվեարկելու ուժեղ Հայաստանի դիրքորոշումը ներկայացնում է խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ Մեր խմբակցությունը, պարոն Ռուբինյան, դեմ է քվեարկելու ձեզ։ Կարապետյանը հիմնականում խոսում է իր ձևակերպմամբ հակասաֆարովյան օրենք ընդունելու անհրաժեշտության մասին։ Այս օրենքը ըստ նրա պետք է սահմանի, որ ադրբեջանցիները չեն կարող 10 օրից ավելի գտնվել մեր երկրում եւ այստեղ ունենալ գույք կամ հող։ Շատ մեր նոր գոլեգաներ ասեցին, որ ինչու ենք ժողովրդին լարում այս հարցով, եկեք չլարենք։ Մենք ունենք առաջարկ։ Մեկ օրենքով այս հարցը լուծվում է։ Եկեք ընդունենք օրենք, մենք դա անվանում ենք հակա Սաֆարովյան օրենք, որով ուղղակի իրավունք չենք տալի ադրբեջանցիներին 10 օրից ավել գտնվել մեր երկրում եւ ունենալ գույք կամ հող այստեղ։ Դրանով մեր հարցերը սպառվում են։ Կարապետյանը շեշտում է, որ Հայաստանը ադրբեջանցիներով բնակեցնելը Ադրբեջանի ազգային նոր գաղափարախոսության հիմքում է ու պնդում, որ պետք է այնպես անել, որ խաղաղության գործընթացը չվտանգի Հայաստանի ժողովրդագրական անվտանգությունը։ Թույլ չտրվի Ադրբեջանին հնարավորություն ստանա խաղաղության պայմանագրի շրջանակներում ապահովել այնպիսի պայմաններ, որ ունենա ժողովրդագրական ներկայություն մեր երկրում։ Նարեկ Կարապետյանը հիշեցնում է, որ թուրքական օրենսդրությամբ Հայաստանի քաղաքացիները իրավունք չունեն այնտեղ հող գնելու ու անդրադառնում հայ-թուրքական հարաբերություններին։ Թուրքիայի հետ սահմանի բացումը պետք է չլինի ցեղասպանություն վերապրած հազարավոր ընտանիքների հիշողությունները մոռանալ տալու հաշվին, ասում է նա։ Նաև կուզենայի մեր հարաբերությունները Թուրքիայի հետ զարգանային այնպիսի ռակուրսով, որ մեր խելացի երիտասարդները Ադանան որպես քյաբաբ չճանաչեին, այլ իմանային, որ դա մեր հայրենիքի մի մասն է։ Հայաստանի Հանրապետություն չէ, այլ երկրի հանրապետություն է, բայց իմ հայրենիքի մի մասն է։ Նարեկ Կարապետյանը լուրջ մարտահրավեր է համարում նաև Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերոջ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը։ Նրա կարծիքով հայկական գյուղմթերքի առաջ ռուսական շուկայի փակվելը սնանկացմամբ է սպառնում Հայաստանի տասնյակ հազարավոր քաղաքացիների։ 8 տարվա ընթացքում մեր գյուղացիները 3 անգամ ավելի շատ վարկ ունեն, քան ունեին 8 տարի առաջ, բայց գյուղատնտեսությունը նույն մակարդակի վրա է, մինչև անցած տարի անկում էր ապրում։ Ինչ է սա նշանակում, որ գյուղատնտեսական շրջանառության, նույն շրջանառության պայմաններում մեր գյուղացին 3 անգամ ավելի շատ վարկ ունի եւ եթե փակվում է վաճառքը դեպի մեր համար շատ կարևոր տնտեսական գործընկերների շուկա, այս գյուղացիները սննկանալու են, այս արտադրությունների տերերը սննկանալու են, իրենց սեփականությունը տները գնալու են բանկերին։ Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավարը հիշեցնում է, որ հայ-ռուսական հարաբերություններում եղել են ավելի լարված շրջաններ, բայց ամեն ինչ կարգավորվել է ճիշտ դիվանագիտության արդյունքում։ Կարնե Մանգասարյան, Հենրիկ Համազասպյան և Հարություն Մաթևոսյան, Հայլուր։